Պլան, ինչպես առաջ տանել Վայլբերիսում ձեր ապրանքները առաջիկա 2 շաբաթում։ Ենթադրենք, որ ունեք 3 ապրանք, որոնք միավորված են մի քարտի մեջ։ Երկրորդ ապրանքի CTR-ի ցուցանիշը 2 է։ Երրորդ ապրանքի մոտ 0.2-ից 0.3 ցածր ցուցանիշ է համարվում։ Առաջին ցուցանիշը ավելի բարձր է, ինչը նշանակում է, որ ավելի շատ տրաֆիկ եք ստանալու։ Ինչ անել այս վիճակում։ Եթե ապրանքը տալիս է լավ արդյունք գովազդում, ապա շարունակում եք գովազդել։ Եթե ապրանքի CTR-ի ցուցանիշը ցածր է, ապա գովազդը արդյունավետ չի լինի։ Վայլբերիսը ավելի մեծ հնարավորություններ է տալիս ակցիաներին մասնակցող ապրանքներին, ուստի կարևոր է ճիշտ աշխատել դրանց վրա։ Ինչպես բաշխել ակցիաներն ու գովազդները միմյանց միջև։ Առաջին ապրանքը մասնակցում է եւ ակցիային, եւ գովազդին։ Երկրորդ ապրանքը միայն ակցիային, որպեսզի ցուցանիշը բուստ տա առաջինին։ Երրորդ ապրանքը պահում է նույն գնով, ակցիային չենք մասնակցում։ Երբ նոր ակցիաները, օրինակ մարտի 8-ը սկսվում է, առաջինը շարունակում է մասնակցել եւ ակցիային, եւ գովազդին։ Երկրորդին կարող եք ավելացնել արտաքին գովազդ, եթե արդյունք է տալիս։ Երրորդի գինը վերականգնում ենք եւ ներառում ենք նոր ակցիային։ Ըստ անհրաժեշտության։ Գլխավոր ռազմավարությունը ճիշտ հաշվարկել ապրանքների ներգրավվածությունը եւ օգտագործել ակցիաներն ու գովազդը խելամտորեն, առանց արժեքը չարդարացնող ծախսերի։